եմ մեր բոլոր ռադիոլսողների, շատ ուրախ եմ, որ կրկին վերսկսում ենք Էկոանկյուն ռադիոնախագիծը, որը կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել, եւ այս պահին մեր առաջին այս եթերաշրջանի թողարկումը սկսում ենք հենց Digitech ցուցահանդեսից, իսկ մեր հյուրն է Էկովիլ արևային ընկերության մարքեթինգի ղեկավար Մարիամ Ավագյանը։ Ողջույն Մարիամ։ Ողջույն Կարեն, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Մարիամ, պատահական չէ, որ այսօր հենց այս ցուցահանդեսի վայրից խոսելու ենք հետաքրքիր նոր ստարտափից, հա, որ Էկովիլ ընկերությունն է ներկայացնում, Էկովիլ սոլար հավելվածից։ Ինչ է սա իրենից ներկայացնում, ուղղորդման ծրագիր, ում համար է նախատեսված եւ ինչ հաջողություններ ունենք։ Շատ բարի, նախ նշեմ, ինչպես գիտեք, Էկովիլ ընկերությունը արդեն 10 տարի է արևային ոլորտում է եւ այս 10 տարվա ընթացքում եւ բիզնեսների, եւ ընտանիքների, եւ համայնքների համար նախագծել եւ իրականացնել են բազմաթիվ արևային լուծումներ։ Եվ կարող ենք հպարտանալ, որ ունեցել ենք բազմաթիվ գոհ հաճախորդներ եւ այդ գոհ հաճախորդները ոչ միայն ուրախ են իրենց ընտրությունից, այլ նաեւ կիսվում են իրենց դրական փորձով։ Եվ հենց այս մարդկային եւ պարզ գաղափարն էլ ոգեշնչել է մեզ ստեղծել Էկովիլ սոլար հավելվածը, որի միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է խորհուրդ տալ իր ընկերներին, բարեկամներին օգտվել Էկովիլ արևային լուծումներից եւ գումար վաստակել։ Մարիամ, ճիշտ եմ հասկանում, որ սա իր ձևաչափով ռեֆերալ ծրագիր է ներկայացնում եւ իսկապես յուրաքանչյուր ոք, ով ժամանակ ունի եւ ցանկություն հավելյալ գումար վաստակելու, կարող է հավելված ուղարկի ներբեռնել, ծանոթանալ, իսկ պայմաններին ծանոթացնեք մեզ ավելի մանրամասն գրանցման, չգիտեմ, ընթացակարգի։ Նախ նշեմ, որ յուրաքանչյուր ոք կարող է ուղղակի ներբեռնել, անկախ նրանից դուք Էկովիլ արևային ընկերության հաճախորդ եք թե ոչ, կարող եք շատ պարզ քայլերով Էկովիլ սոլար հավելվածը iOS կամ Android համակարգերից ներբեռնել, պարզ գրանցման գործընթաց է եւ ուղղակի գրանցում եք նոր հաճախորդի տվյալները հավելվածում եւ արդեն սպասում եք, որ մեր մասնագետը կապ հաստատի։ Երբ մասնագետը կապ է հաստատում եւ ձեր խորհուրդը վերածվում է գործարքի, արդեն դուք ստանում եք դրամական պարգևատրում։ Հրաշալի է։ Իսկ կարելի է նշել, հա, ինչ գումարի մասին է խոսքը գնում։ Մոտավորապես։ Իհարկե կարելի է նշել, նվազագույնը կարող եմ նշել 10,000 դրամ։ Ահա։ Հետաքրքիր է։ Շարունակենք զրույցը ռեֆերալ ծրագրի մասին, որքան այս պահին արդեն ունեք օգտատեր եւ ինչ դինամիկա եք նկատում զարգացման։ Նախ նշեմ, որ Էկովիլ սոլար հավելվածը ապրիլից է մեկնարկվել եւ այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն ունենք թվով 1000 ակտիվ օգտատեր, այսինքն 1000 մեր վաճառքի գործականներ, ովքեր ակտիվորեն խորհուրդ են տալիս Էկովիլ արևային լուծումներ։ Շատ լավ։ Լավ, Մարիամ, հետաքրքիր է։ Սա միայն մեծ հաշվով ձեր հաճախորդներին կամ այն մարդկանց համար է, ովքեր ճանաչում են Էկովիլ ընկերության ապրանքատեսականին, ծառայություններից են օգտվել, թե օրինակ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել, հա, մասնակցել այս նախագծին։ Օրինակ ես կարող եմ ներբեռնել եւ մաս դառնալ այս հավելվածին։ Իհարկե Կարեն ջան, եթե քո շրջապատում կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են արևային լուծումներով, նախ նշեմ, որ համակարգը այնքան պարզ է եւ մենք դասընթացներ էլ ունենք համակարգի մեջ ներառված, իդեպ դասընթացներից եւս կարող եք բոնուսներ կուտակել, եւ ուղղակի այստեղ դուք երբ որ լրացնում եք ձեր ընկերների տվյալները, արդեն մենք կապ ենք հաստատում եւ գործարքը կատարվում է։ Այսինքն պարտադիր չի, որ լինեք արևային ընկերության հաճախորդ։ Մարիամ, անկեղծ ասած, կարծես թե սա նորույթ չէ, հա, բազմաթիվ անգամներ հանդիպել են, որ QR կոդով առաջարկում են կիսվիր, տարածին, ինչու՞մ է տարբերվում մեծ հաշվով այս ծրագիրը։ Նախ նշեմ, որ հավելվածում երկու տարբերակ կա գումար վաստակելու, առաջինը ինչպես նշեցի QR-ով կիսվելն է, այսինքն եթե դուք կիսվում եք սոցիալական ցանցերում, ձեր ընկերական շրջապատում, ձեր անհատական QR-ով կամ հղումով, դուք ունենում եք հավելյալ բոնուս, այսինքն համակարգը ավտոմատ ճանաչում է, որ ուղղորդումը եղել է ձեր կողմից, եւ դուք հավելյալ բոնուս եք ունենում, բայց սա այն դեպքում, եթե դուք հրավիրում եք որպես վաճառքի մասնագետ հավելվածում։ Երկրորդ տարբերակը հենց ուղղորդման տարբերակն է, երբ որ դուք առաջարկում եք Էկովիլ արևային լուծումներ եւ լրացնում եք նոր հաճախորդի տվյալները։ Իդեպ նշեմ, որ մեր հավելվածը ապրիլից սկսած օր-օրի զարգանում է եւ արդեն կարող եմ նշել, որ բացի Էկովիլ արևային լուծումներից մենք առաջարկում ենք նաեւ էներգոարդյունավետ ինվերտորային օդորակիչներ լավագույն բրենդերից։ Շատ լավ։ Եկեք խոսենք
հեռանկարներից այս ծրագրի, ինչպիսի հեռանկարներ եք տեսնում եւ արդյոք պլանավորում եք զարգացնել ծրագրում այդ ֆունկցիաները եւ ավելացնել նոր հետաքրքիր ֆունկցիաներ։ Ինչպես արդեն նշեցի, համակարգի վրա մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում եւ շուտով կլինեն նաեւ կներկայացվեն մեր գործընկերների առաջարկները եւ պետք է նշեմ, որ գաղափարը ոչ թե գումար վաստակելու համար գործիք է, այլ տարածել հնարավորինս շատ կանաչ էներգիայի գաղափարը եւ զգալ այդ ամենի արդյունքը ոչ միայն շրջապատում, այլ նաև իհարկե շահավետ պայմաններով դրամական պարգևատրումներ ստանալ։ Այլմ առիթը բաց չեմ թողնի եւ անպայման կհարցնեմ Էկովիլ ընկերության նոր ապրանքներից, իհարկե ոչ թվային, բայց տեխնոլոգիական։ Ինչ նորություններ է սպասվում մեզ եւ ինչ հետաքրքիր լուծումներ եք առաջարկելու շուկային։ Մենք իհարկե գիտեք, Էկովիլը միշտ է զարմացնում իր նորարարությամբ եւ ես կարող եմ նշել, որ այս պահին մենք շեշտը դնում ենք նաեւ սպասարկման ծառայությունների վրա եւ կարող եմ ասել, որ շուկայում արդեն ունենք օրինակ AI monitoring, որը լինում է արհեստական բանականությամբ հագեցած անօթաչու թռչող սարքերի օժանդակությամբ եւ կարողանում ենք հայտնաբերել անոմալիաները, տաք կետերը եւ հասկանալ, այո, անսարք կետերը եւ փոխարինել իհարկե դրա մասին դեռ շատ կխոսենք, քանի որ այդ թեման շատ երկար է, Կարեն ջան։ Բայց դուք ամենակարևորի մասին եք լռում, ես գիտեմ, որ Էկովիլ ընկերությունը շատ շուտով շուկային է ներկայացնելու հայկական արտադրության առաջին կուտակիչները, մի փոքր խոսենք Արեգայի մասին, ինչ պրոդուկտ է եւ ինչ ակնկալիք ունեք։ Քանի որ շուկան զարգանում է, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում շուկան շատ ակտիվ զարգանում է եւ գիտենք կուտակիչների դերը մեր կյանքում ինչքան կարեւոր է, մենք բազմիցս դրա մեջ համոզվել ենք, պետք է նշեմ, որ Արեգան դեռ ստեղծվել է պատերազմի ժամանակ 2020 թվականին եւ կուտակիչները շատ օգնել են իրականում մեզ այդ ժամանակահատվածում պետք է ասեմ Կարեն ջան կուտակիչը մեր երկրի համար դա առաջնային կետ պետք է լինի քանի որ էներգետիկ անկախությունը բոլորիս համար է կարևոր ոչ միայն հարևան եւ այլ պետություններից կախում չունենալու այլ հենց նմանատիպ իրավիճակներին գոյատևելու եւ առաջ գնալու համար Մարիամ իրականում ուզում եմ ռադիոլսողներին մի փոքր ավելի մանրամասն բացատրենք այս կուտակիչների կարևորությունը արդյոք սա պարտադիր պետք է ձեռք բերեն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձիկ, ովքեր ունեն արևային կայաններ, թե դա պարտադիր չէ եւ կարելի է կիրառել այս կուտակիչները, օրինակ բնակարանում կամ այլ վայրում։ Իհարկե, պարտադիր չէ, որ անպայման հաճախորդը ունենա արևային կայաններ, այսինքն սարքը հնարավորություն է տալիս հոսանքը կուտակել եւ օգտագործել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է։ Այդ թվում նաեւ օրինակ հիմա շատ են տարածվել Հայաստանում էլեկտրական մեքենաները, անգամ էլեկտրական մեքենան լիցքավորելու նպատակով։ Հաշալի։ Այսինքն կարելի է կուտակել եւ երբ դրա անհրաժեշտությունը լինի, արդեն կարող են կիրառել գործարկել, այո։ Մարիամ, քանի որ գտնվում ենք Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսում, առաջարկում եմ խոսել մի փոքր ձեր պատկերացումներից, հա։ Ինչպես եք կարծում, իսկապես այս զարգացումները շատ արագ, այսպես շատ դինամիկ, ինչի են բերելու ի վերջո։ Ավելի հեշտացնելու են մեր կյանքը, թե ավելի բարդանում է օրորի ամեն ինչ։ Ես կարող եմ պատասխանել Կարեն ջան, որ իհարկե հեշտացնում են մեր կյանքը, բայց լիովին համաձայնվել, որ դա դրական մոտեցում է, իրականում չեմ կարող, որովհետև շատ դեպքերում ինձ համար կարծում եմ կոմֆորտ զոնան մարդու համար, դա ինչ որ կետում տանում է նրան, որ զարգացումը այլևս չի լինում, ուստի կարծում եմ, որ ինչքան էլ որ տեխնոլոգիան զարգանա, մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև նոր մոտեցումների եւ ինքնազարգացման վրա։ Հրաշալի է, բայց նայեք, յուրաքանչյուր մարդ այսօր կարծես թե այս աղմուկից կտրվելու համար միշտ ձգտում է բնության գրկում գտնվել, այսպես հեռու մնալ այս բոլոր գadgetներից, երբեմն էլ գիտեք շատ հետաքրքիր է, որ մարդիկ արդեն այն չափ կախվածության մեջ են, որ դժբախտ են իրենց զգում եւ մի քանի րոպե օրինակ չեն ունենում ինտերնետի հասանելիություն եւ այլն։ Դուք ինքներդ ձեր վրա զգացել եք այդ հիվանդագին կախվածությունը այսօրվա թվային աշխարհից։ Իրականում Կարեն ջան, ըստ իմ մասնագիտության, այո, զգացել եմ իհարկե, քանի որ մարքեթինգի ոլորտում այլևս անհնար է պատկերացնել առանց նույն ձեր նշած գadgetների, ինտերնետի, սոցիալական կամ մնացած այլ ցանցերի, ուստի իրոք բոլորիս անհրաժեշտ է երբեմն կտրվել առօրյայից եւ բնության գրկում հայտնվել, որտեղ իհարկե արևային լուծումներ են։ Շատ լավ։
Դե քանի որ խոսեցիք մարքեթինգից, մի փոքր զրուցենք Ecovill ընկերության մարքեթինգային այսպես նոր լուծումներից, օրինակ ինչ հետաքրքիր թվային գործիքներից եք օգտվում ձեր մարքեթինգային ամենօրյա գործընթացում։ Նշեմ, այո, մեր կյանքում շատ են գործիքները եւ այս պահին եթե ես փորձեմ նշել այն բոլոր գործիքները, որ կարողանում ենք մենք առօրյայում օգտագործել մեր աշխատանքային գործերը հեշտացնելու համար, այդ թաբերը բազմաթիվ են բնականաբար, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ ուսումնասիրելով նաեւ միջազգային շուկան, մենք փորձում ենք մաքսիմալ հեշտ լուծումներ առաջարկել մեր հայկական լսարանի համար։ Ինչպես նաև օրինակ կիրառել ենք հաշվիչի հնարավորությունը մեր վեբկայքում, որտեղ մեր հաճախորդները, եթե նրանց անհրաժեշտ է ձեռք բերել արևային լուծումներ, նրանք կարողանում են նշել, թե որքան են ամսական ծախսում հոսանքի վրա, այո, եւ հասկանալ մոտավորապես ինչքան կիլովատ արևային կայան է անհրաժեշտ։ Բարամ, նայեք, ես տեղյակ եմ, որ այս տարի բավական հետաքրքիր նոր լուծումներ են Հայաստանում ներկայացվել, ստարտափեր, հենց մարքեթինգի վերաբերյալ կան նաև շուկայի ուսումնասիրության։ Այ հետաքրքիր է, արդյոք կարծում եք, որ կգա մի օր, որ մարքեթինգային բաժինը կփոխարինի, ամբողջովին ռոբոտացված, այսպես թվայնացված գործիքներով եւ ընդամենը մի հոգի կկառավարի այս process-ները։ Այնուամենայնիվ մարդկային ֆակտորը շատ կարեւոր է եւ նմանատիպ ուղղություններում ինչպեսին է մարքեթինգը, հանրային կապերը եւ այլն ամեն դեպքում մարդկային հարաբերությունները առաջնային են։ Շատ սիրելի հարցից է անդրադառնում, իհարկե Կարեն ջան, որովհետև իմ ուսանողներն էլ են շատ հարցնում, օրինակ, ինչի սովորել թվային մարքեթինգ, եթե այնուամենայնիվ կան AI գործիքներ եւ այլ հիմա ծրագրեր, որոնք փոխարինում են մասնագետներին, բայց ես միշտ մի բան եմ նշում, որ մարքետոլոգը դա ինչ որ գործառույթներ չի, ինչ որ կոնտենտ գրել չի կամ ինչ որ ավտոմատացված աշխատանքներ կատարելը չի, դա առաջինը կրեատիվությունն է, դա մտքի նոր մտքի առաջարկելն է, այսինքն մի բան, որը դեռ չի կիրառվել շուկայում եւ մոտենալ ամեն ինչին նորովի։ Այսինքն նմանատիպ գործառույթներ օրինակ, եթե վերցնենք հարցնում ենք AI-ին, նա ունի բազա եւ առաջարկում է այն, ինչ որ արդեն բազմիցս օգտագործվել է շուկայում։ Եվ եթե չլինեն մարքետոլոգները, PR-ները, իհարկե այն PR մասնագետները եւ մարքետոլոգները, ովքեր իրոք մտածում են ու ստեղծագործում են, ուղղակի մենք ավտոմատացված նույն շրջանակի մեջ պատտվելու ենք։ Նայեք, Ecovill ընկերությունը հայկական այն ընկերություններից է, որ ունի արդեն 10 տարվա պատմություն, սա այս ոլորտի համար իսկապես այսպես լուրջ տարիք է, կարելի ասել։ Եվ մարքեթինգի համար է շատ պատասխանատու, որովհետև ունենալով 10 տարվա փորձ, հետաքրքիր ձեռագրով պետք է անընդհատ հանդես գալ եւ դառնալ այն լոկոմոտիվը, որ նմանատիպ բոլոր ընկերությունները հայկական կրկնօրինակում են։ Իրականում ուզում եմ մի փոքր խոսեմ սրա մասին, թեպետ մենք շատ հաճախ խուսափում ենք խոսել նմանատիպ բացասական թեմաներից, բայց քանի առիթ ունենք, եկեք խոսենք։ Նախ նշեմ, որ իհարկե հայկական շուկայում Ecovill-ը համարվում է ամենահին, ամենամեծ ընկերություններից, բայց ինչպես մեր թիմն է ասում, Ecovill-ը միշտ երիտասարդ է։ Մենք հենց այդպես երիտասարդ ենք տեսնում Ecovill-ը, ուզում ենք ցանկացած նորարարություն, որ հայտնվում է ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային շուկայում, քանի որ դեք մենք Վրաստանում էլ, Շվեյցարիայում էլ ունենք մասնաճյուղեր, մենք փորձում ենք այդ ամենը վերցնել, ոչ թե կրկնօրինակել, այլ ստեղծել նորովի մոտեցում, եւ սա է որ թույլ է տալիս, որ շուկայում տարբերվենք։ Եվ դառնանք կրկնօրինակման առարկա։ Ցավոք։ Դե ինչ Մարիամ, առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք էկոանկյան շրջանակում պետք է խոսենք բազմաթիվ Ecovill-ի ծառայություններից, նոր պրոդուկտներից, ոլորտի խնդիրներից եւ իհարկե լուծումներից։ Իհարկե, սիրով։ Կհանդիպենք։ Հաճելի է շատ, կհանդիպենք։